Վաղարշաբաթում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում։ Այս պահին ձերբակալված է 10 անձ։ Մամուլի ասուլիսում հայտնել է Վաղարշաբաթի ավականու հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործը իրենց տիրույթում է եւ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։ Վաղ առավոտյան Սևակ Խաչատրյանը Facebook-յան իր էջով հայտնել էր, որ բռնաճնշումներ են սկսվել Վաղարշաբաթին դիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի իր գրառման մեջ ասել է, որ 2022 թվականին Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսել է հայոց ցեղասպանության մասին։ Այս գրառմամբ նա անդրադարձել է J.D. Vance-ի հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելուն։ Մեջբերում. Երբ ես 2022 թվականին որպես խոսնակ այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում եւ հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց հայոց ցեղասպանության մասին, որովհետեւ ճշմարտությունը գերադասելի է։ Նրա խոսքով այդ ճշմարտությունը հաստատվել է, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ճանաչել էր հայոց ցեղասպանությունը։ Փելոսին շեշտել է, որ Վենսի այս քայլը խորապես հիասթափեցնող է։ Միևնույն ժամանակ զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունն ընդունող գրառումը։ Fox News-ը ռեպորտաժ է տալիս, ասում է ոստիկանությունը բռնություն է կիրառել։ Լավ, հիմա բռնություն Ազգային ժողովում քննարկվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին լիազորություններ տալու նախագիծ, որով ՀՌՀ-ն կկարողանա վերահսկել եւ արձագանքել օտարերկրյա հեռուստաալիքների բովանդակությանը, եթե դրանցում առկա են խախտումներ կամ միջամտություն ներքաղաքական կյանքին։ Նախագիծը զեկուցում էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում զեկուցելու իրավասությունները ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կասկածի տակ է դրել, նշելով, որ նախարարությունը պատասխանատու է միայն տեխնիկական միջավայրի համար։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել իրավական որոշակիության բացակայության վերաբերյալ, շեշտելով, որ չափորոշիչների բացակայությունը կարող է բերել կամայական մեկնաբանությունների, որտեղ սուբյեկտիվ կարծիքը կփոխարինի օբյեկտիվ օրենքին։ Սրանի պատասխան նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ինստիտուտ պետք է զբաղվի իր գործով։ Նա պարզաբանել է, որ ԲՏԱ նախարարությունը միայն մշակում է քաղաքականությունը եւ ստեղծում իրավական դաշտը, իսկ բովանդակային գնահատականներ տալը պետք է վերապահվի սահմանադրական մարմնին ՀՌՀ-ին։ Ասենք գերմանական Deutsche Welle կամ ռուսական որևէ հեռուստաալիք, չգիտեմ, էական չի, ակնհայտորեն խախտում արեց եւ դուք դա խոստովանեք, այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ունի 0 լծակ դա թույլ չտալու, որ հասնի մեր քաղաքացին։ Ես ընդհանրապես ասում եմ, այս նախագծի էությունը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը սահմանադրական մարմին է, թե այնտեղ ինչ կոմպետենցիաներ կան, ես դրա գնահատական տվողը չեմ։ Հանձնաժողովի անդամներին ազգային ժողովն է ընտրում եւ ես նորից այդտեղ որևէ լիազորություն եւ իրավասություն չունեմ այդ դաշտ մտնելու։ Այդ ինստիտուցիոնալ դաշտ է եւ այդտեղ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ Ազգային ժողովն ընդունել է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել, ծառայել բանակում եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե մինչ օրս Հայաստանի արական սեռի քաղաքացիները ուղղակի կամ անուղղակի պատճառներով հայոց բանակում չծառայելու դեպքում ենթարկվում էին պատասխանատվության, ապա այսօր ազգային ժողովը 86 կողմ 0 դեմ ձայներով եւ արդեն ամբողջությամբ ընդունել է ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի ուսանողների տարկետումը, հայտնել է այսօր ԵՄ։ Ուսանողները Հայաստան են եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու եւ ընտանիքի անդամներին տեսնելու, իսկ հետո չեն կարողացել հետ վերադառնալ վարժարան։ Կայքը փորձել է պարզաբանում ստանալ Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի տեսուչ հոգեշնորհ Տեր Գևորգ Վարդապետ Հայրապետյանից։ Հայր Գևորգը ասել է, որ սաներից մեկին տարկետում են տվել առողջական խնդրից ելնելով, իսկ երկուսը այժմ բանակում են, բայց ժամանակավոր իրենց վերաբերյալ օրենքը դեռ հաստատված չէ։ Երուսաղեմի ժառանգավորած վարժանի տեսուչի խոսքով նախարարությունից խոստացել են մեկ ամսվա ընթացքում կարգավորել հարցը։ Օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Ըստ Պապիկյանի հրամանի բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, ներկայանում է որպես սպա եւ ենթարկվում զինված ուժերին։
Հաշվի առնելով, որ քննչական կոմիտեն Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի արգելել է երկրից բացակայել, նրանք եպիսկոպոսատ ժողովին կմասնակցեն հեռավար, ասել է Տեր Արարատ Քահանա Պողոսյանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով փետրվարի 16-ից 19-ը եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոթոն քաղաքում։ Ավելի վաղ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսներ եւ 1 քահանա հրավիրվել էին քննչական կոմիտե։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում էր, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Իրանում իսլամական հեղափոխության 47-րդ ամյակին նվիրված մեծ երթ է եղել։ Բազմահազարանոց միջոցառմանը մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, արտգործնախարար Աբբաս Արաղչին, պաշտոնյա այլ անձիկ։ Տոնի արդիվ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաներում է շնորհել ավելի քան 2000 բանտարկյալի։ Դրանց մեջ չեն մտնում վերջին անկարգությունների մասնակիցները։ Նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանն ընտրել է բանակցությունների ճանապարհը։ Մենք միջուկային զենք չենք փնտրում։ Մենք դա բազմիցս ենք ասել եւ պատրաստ ենք ցանկացած ստուգման։ Սակայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործողություններն ու խոսքերը անվստահության բարձր պատ են ստեղծել եւ դա թույլ չի տալիս, որ բանակցությունները որևէ արդյունք տան, շեշտել է Փեզեշքյանը։ Երկրի նախագահը նշել է, եթե աշխարհն իսկապես դիվանագիտություն է ցանկանում, պետք է դադարեցնի սադրիչ գործողությունները։ Бажаю здоров'я, шановні українці. Сьогодні була тривала розмова з військовими. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում եւ քվեարկություն խաղաղության համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Ուկրաինայի ղեկավարի վրա, որպեսզի երկու ընտրություններն էլ անցկացվեն մինչև մայիսի 15-ը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է կորցնել անվտանգության երաշխիքները, գրել է Financial Times-ը։ Glad to meet you again, Mr. President. Thank you very much for the invitation. Այս ամենին զուգահեռ RBK Ուկրաինայի աղբյուրը հերքել է Financial Times-ի հրապարակումը նշելով, որ քանի դեռ անվտանգություն չկա, ընտրությունների մասին հայտարարություններ չեն լինի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, հայտնել է իսրայելական մամուլը։ Մինչ մեկնումը Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքները Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ այդ սկզբունքները կարևոր են Իսրայելի եւ աշխարհի բոլոր երկրների համար։ Կողմերը կքննարկեն նաեւ իրավիճակը Գազայում։ Իսրայելի վարչապետը շեշտել է, որ Թրամփի հետ իր բազմակի հանդիպումները վկայում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև առկա յուրահատուկ մտերմության, ինչպես նաեւ ամերիկացի առաջնորդի հետ իր բացառիկ հարաբերությունների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շվեյցարիայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 39%։ Պատճառը երկրի նախագահ Գի Պարմելենիձայնի ագրեսիվ տոնայնությունն է եղել Դավոսում զրույցի ժամանակ։ Թրամփի խոսքով Շվեյցարիայի իշխանությունները մաքսատուրքեր չեն վճարել, պատճառաբանելով երկրի փոքր լինելը։ Այս ֆոնին ԱՄՆ-ն ունեցել է 42 միլիարդ դոլարի դեֆիցիտ։ Թրամփը ցանկացել է բալանսավորել այդ ամենը եւ Դավոսում կայացած ֆորումի ժամանակ առաջարկել 30% մաքսատուրքեր սահմանել, սակայն Շվեյցարիայի նախագահը շարունակել է առաջ բերել իրենց երկրի փոքր լինելու պատճառաբանությունը եւ կոպիտ տոնայնությամբ Թրամփին ասել, թե դա իրենց համար բարձր սահմանաչափ է։ Սպիտակ տան ղեկավարին դուր չի եկել Պարմելենի ագրեսիվ վարքագիծը, ուստի նա որոշել է մեծացնել մաքսատուրքերի չափը։ Սիցիլիական Նիսկեմի քաղաքը բառացիորեն հայտնվել է անդունդի եզրին։ Հունվարի վերջին տեղի ունեցած սողանքների հետևանքով քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է։ 1500 բնակիչ տարհանվել է։ 880 շենք, որոնցից մի քանիսը թվագրվում են 17-րդ դարին, վտանգի տակ են։ Արտառոս դեպք է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում։ Տղամարդը հարվածել եւ կոտրել է մեկ այլ ուղևորի այդ օսկրը։ Պատճառն այն է, որ նա շարժածանդուղքով երթևեկելիս ճանապարհ չի տվել։ 45-ամյա բնակչին մեկ օր անց ձերբակալել են հենց նույն կայարանում։